Գյումրու ակադեմիական վարժարանն ու թիվ 17 դպրոցն արդեն երկրորդ տարին գործում են մեկ հարկի տակ։ Օպտիմալացման խնդիրը հենց դրվեց երկու կրթական հաստատության ուսուցչական ու ծնողական հանրույթներում էլ դեմ կանգնեցին, բողոքեցին, բայց անօգուտ, որոշումն արդեն ուժի մեջ էր մտել, մնում էր կատարել։ Թիվ 17 դպրոցը գործում էր շենքային ոչ բավարար պայմաններում։ Շենքական թե ներսից թե դրսից անհրապույր է եւ շենքային պայմանների դիրքը այնպիսին է, որ մեծ գումարի վառելիք ենք ծախսել, վառել ենք, ոչ մի բան չենք խնայել, բայց բոլոր դեպքերում շատ ցուրտ դիրքը այնպիսին է, որ հնարավոր չէ ասենք թե արդյունավետ ձևով չեռուցումը կազմակերպել։ Դպրոցների միավորման արդյունքում շենքն ամբողջությամբ շահագործվեց։ Արդեն 1 տարի դասապրոցեսը կազմակերպվում է մեկ հերթով։ Ուսուցչական կազմը հարմարվել է, բայց շենքային ոչ բավարար պայմանների դեմ պայքարելը տարեցտարի դժվարանում է։ Առաջիկայում սպասվելիք միավորման արդյունքում առաջնահերթ հաշվի են առնվելու շենքային հնարավորությունները։ Հարցի առաջ եք կանգնած, որ միայն քիչ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների վերամիավորումով հարցը չենք կապում։ Պետք է նաև ապահովենք նորմալ շենքային պայմաններով։ Դրա համար եմ գրգռում դեռ քննարկման փուլում է ամենը։ Չեմ գտնում, որ այս պահին դա ճիշտ քայլ է, որովհետև այսպես թե այնպես թե աշխարհագրական թե յուրաքանչյուր դպրոց իրեն ռեյտինգով համապատասխան վայրում արդեն ինչ-որ ցևով հարմարվել է։ Նշվում է, որ հիմնական թիրախը քիչ քանակով աշակերտների եւ այլն այդ դպրոցների մասով իրականացվելու, բայց իմ կարծիքով լուրջ ուսումնասիրություն է իրականացվելու։ Մենք ունենք գյուղական համայնքներ, որտեղ դպրոցները շատ քիչ են, մենք ունենք քաղաքում ծայրամասային դպրոցներ, որտեղ աշակերտների քանակը քիչ է եւ ինչ միայն նպատակը օպտիմիզացիան է, որպեսզի տնտեսվի։ Ի տարբերություն ակադեմիական վարժարանի Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի մասնաշենքը բարվոք վիճակում է։ 30-ականների կառույցը տարիների ընթացքում վերանորոգվել է։ Նաեւ նոր մարզադահլիճ է կառուցվել։ Հսկա կառույցում 210 աշակերտ է սովորում։ Շենքն ամբողջությամբ չի շահագործվում։ Մեր շենքը ունի հնարավորություն, հզորությունը մեծ է աշակերտներ տեղակայելու, սանիտարահիգիենիկ նորմերը չխախտելու, այսինքն յուրաքանչյուր աշակերտին որոշակի քառակուսի մետր է հատկացվում դասարանում եւ որոշակի քանակ աշակերտ իրավունք ունես տեղավորելու դասարանում։ Այս հնարավորությունը մեր շենքային պայմանները թույլ տալիս են։ 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները կմիավորվեն։ Սա սահմանված կարգն է, բայց մի շարք այլ հանգամանքներ եւս հաշվի կառնվեն։ Հատկապես ծայրամասային դպրոցներում միավորման հավանականությունը ցածր է։ Դա ֆիքսված չէ կոնկրետ, որ եթե ծայրամասում է գտնվում այդ դպրոցը եւ ունի 300-ից պակաս, անպայման խնդիր է տրված վերամիավորման։ Հաշվի են առնվելու տեղանքը, նախագծային հզորությունները շենքի, աշակերտների տեղափոխման հարցը։ Ուսուցչական կազմն էլ մտավախություն ունի, որ միավորման արդյունքում կրճատումներ կլինեն։ Այդ ուղղությամբ կրթության եւ գիտության նախարարությունն անելիք ունի։ Կա ինչ-որ միավորելու խնդիր, պարզ է, որ մի որոշակի բանանք ուսուցիչներին դուրսն է մնում եւ ուսուցիչների, որոնք ունեն բազմամյա փորձ, լավ վաստակ, փորձելու են վերամիավորման ընթացքում ցավոտ երևույթներից խուսափենք աշխատատեղերի հետ կապված մանկավարժների, թե վարչական աշխատողների հնարավորինս, եթե նման խնդիրներ առաջանան, հարց է տրված, խնդիր է տրված ապահովել բոլորին աշխատատեղով։ Միավորման գործընթացը դեռ չի մեկնարկել, հարցը քննարկվում է, թե որ դպրոցը, որին կմիանա ու ինչ նոր վերադասավորումներ կլինեն, պարզ կդառնա միայն համալիր ուսումնասիրության արդյունքում։ Հեղինե Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։